Արագածոտնի թեմի Կոշ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում մեկտեղվել են թեմի հոգևորականները, Ղազարավանի Մենաստանի միանձնուհիները, հավատացյալներ հեռու ու մոտ բնակավայրերից։ Թեմի ամեն հինգշաբթի կատարվող միասնական ժամերգությունների վայրն այս անգամ Կոշի Սուրբ Գևորգն էր։ Կարծես մեզանում ավանդույթ դարձած ամեն հինգշաբթի երեկոյան ամեն մեկ եկեղեցու կամարների տակ միասնական մեկ աղոթքով հանդես գալով դառնում ենք արտեր Հիսուս Քրիստոս, միասնական խոսքով դառնալով մեր երկրի պահպանությունը խնդրելու, մեր երկիրը պահող զավակներին, մեր զինվորների պահպանությունը խնդրելու, այո, աղոթքով դառնալով մեր սրբազան հոր, նաև մեր սրբազանների, որոնք որ այսօր ցավալիորեն պիտի կրկնեմ, անօրինաբար գտնում են ոչ ազատության մեջ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այսօր նեղության մեջ են։ Կան չարիքներ, որ միայն գործողի համար է վատ, տրտմությունը, հուսահատությունը, ծուլությունը, թվեց Տեր-Ղևոնդը, եւ կանգ առավ սուտ մատնության չարիքի վրա։ Դա մարդու կատարած ոչրագործության չափը կրկնապատկում է, որովհետեւ սուտ վկայություն տվողն իրեն կամովին չարի է մատնում եւ ուրիշների հանդեպ է չարիք գործում։ Արդյոք մարդիկ գիտակցում են, երբ որ կամովին հայտնվում են այդ կարգավիճակի մեջ։ Գիտեք, այդ չարիքի մեծությանը կշիռ սահման չկա։ Ով կարող է վերցնել ու կշռել ու խոսել հենց այդ չարիքի մասին եւ ներկայացնել չարի վնասը, անգամ սուտ վկայությամբ։ Ամեն հինգշաբթի կատարվող այս ժամերգությունների ընթացքում ներկաներն աղոթք են բարձրացնում հանիրավի անազատության մեջ գտնվողների, գերիների, հայրենիքի ու հայ առաքելական եկեղեցու պաշտպանների համար։ Անազատության մեջ է նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Ամեն ինչին ժամանակ կա, սա էլ կանցնի, ոչինչ, մեր հոգևոր հավատքը անկոտրում է։ Շատ կարևոր է ներքին խաղաղությունը եւ հոգևոր ազատությունը։ Մեր հայրենիքը պետք է շեն լինի, ազատ հավատքով ապրի, նշեց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը եւ ներկաների հետ աղոթեց անազատության մեջ գտնվող հոգևոր ծնողների համար։ Տեր-Ղևոնդ քահանա Գափոյանը 5 համայնքների հոգևոր հովիվ է, սիրով ու գոհունակությամբ է ներկայացնում համայնքների բնակիչներին ու սրբավայրերը։ Կենտրոնը Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցին, դրա հետ մեկտեղ արդեն Սասունցիա բնակ Ուջան, Ավան համայնքները, նաև Ավանի հարևանությամբ, նաև Մաղդա եւ նաև Արագածոտն։ 5 համայնքներ են, որտեղ որ բնակություն հաստատողները Սասունցիա բնակ են հիմնական, մյուսները Մշեցի, Վանեցի, տարբեր տեղերից համախմբված եւ բնիկներ։ Այստեղ մշտապես երախտագիտությամբ են հիշում հայրենիքի համար նահատակվածներին, հարգանքի տուրք են մատուցում, արժևորում գիտակցված մահով անմահացածներին։ Չկա այդպիսի մի օր ես չանդրադառնամ այն բոլոր նահատակ որդիներին, որոնց մի շարք իմ աշակերտներն են եղել, այն երեխաներն են եղել, որոնց որ ես մկրտել եմ։ Այդ երեխաները տվեցին ամենավերջի իրենց ունեցած հարստությունը։ Դա կյանքներ։ Միասնական ժամերգությունն ավարտվեց Տեր Շնորհ Կաբեղա Պալոյանի պահպանիչ աղոթքով։ Եկող հինգշաբթի փետրվարի 12-ին ժամը 19-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում։